Համաձայնեցված խաղաղության համաձայնագրի փաստաթղթի եւ խաղաղության գնալու մասին հայտարարությունից հետո Ադրբեջանն ավելի շատ է կրակում։ Նման խաղաղություն տեսել եք խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանը անդրադառնալով սահմանային լարվածությանը։ Ըստ նրա Ադրբեջանը կրակում է, որովհետեւ վերջին 5 տարիներին սովորել է սպառնալիքի լեզվով խոսելու դեպքում, այդ թվում տեղեկատվական ահաբեկչական արշավներ իրականացնելու պարագայում ստանում է ավելին, քան կարող էր պատկերացնել։ Հայաստանում անհուսալի վարկեր ունեցողներին 209 միլիոն դրամի աջակցություն կհատկացվի ապրիլ-մայիս ամիսներին վարկային պարտավորությունները մարելու համար։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը պարզաբանում է, երկրորդ եռամսյակում աջակցություն կտրամադրվի այն ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 եւ ավելի տարի դասակարգված են եղել որպես անհուսալի։ Միաժամանակ վարկի մայր գումարի մասով նրանց պարտավորությունը չի գերազանցում 1 միլիոն դրամը։ Աջակցությունը տրամադրվում է վարկառուի ստացած աշխատավարձից հաշվարկված եկամտահարկի 100%-ի չափով, որն ուղղվում է անհուսալի վարկի մարմանը։ 2005 թվականի առաջին եռամսյակում Վրաստանի տարածքով հայկական ապրանքների տարանցման համար ավելի քան 5 միլիոն 800 հազար դոլար է վճարվել։ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության ու Սև ծովի ավազանի երկրների հետ կապող միակ ցամաքային ճանապարհից այդ ընթացքում օգտվել է ավելի քան 44 հազար հայկական բեռնատար։ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պեկինում համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հայտարարություն են ստորագրել։ Դրա շրջանակում նախատեսվում է համագործակցություն շուրջ 20 ոլորտներում։ Սի Ցզինպինը հավելել է, Չինաստանը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ միջազգային համակարգի պաշտպանության համար եւ խորացված համագործակցություն իրականացնել իրավապահ եւ անվտանգության ոլորտներում։ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու օրակարգով այսօր Միացյալ Նահանգների, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի արտգործնախարարների Լոնդոնում նախատեսված հանդիպումը չեղարկվել է։ Քննարկումները կշարունակվեն ավելի ցածր մակարդակով։ Բանակցություններին մասնակցող ամերիկացի պաշտոնյան Axios-ին ասել է, որ Ուկրաինան հանդիպման նախորդ օրը հասկացրել է մտադիր են քննարկել 30-օրյա հրադադարի հնարավորությունը, այլ ոչ թե ամերիկյան առաջարկը, որն արվել էր Փարիզում անցած շաբաթ տեղի ունեցած հանդիպմանը։ Արդյունքում Վաշինգտոնում որոշվել է, որ հանդիպմանը չեն մասնակցի պետքարտուղարն ու ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը, որն ամերիկյան առաջարկի հեղինակներից է։ Փոխարենը Միացյալ Նահանգները կներկայացնի նախագահի մեկ այլ բանագնաց Քիթ Քելոգը։ Վաշինգտոնի շրջանային դատարանը ԱՄՆ վարչակազմին պարտավորեցրել է վերականգնել պետական գլոբալ զանգվածային լրատվամիջոցների գործակալության աշխատանքը, որի լրատվամիջոցները ֆինանսավորվում են կառավարության կողմից ամերիկյան արժեքներն աշխարհում տարածելու համար։ Դատավոր Ռոյս Լեմբերտը ԱՄՆ գործադիր իշխանությունից պահանջել է վերսկսել Ամերիկայի ձայնի, ինչպես նաև Ազատ Ասիա ռադիոկայանի եւ Մերձավոր Արևելք հեռարձակվող ցանցերի աշխատանքը։ Սակայն նա չի կարգադրել վերականգնել գործակալության մյուս կառույցների գործունեությունը, որոնց թվում է նաև Ազատություն, Ազատ Եվրոպա ռադիոկայանը։ Ադրբեջանը ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերներ է ուղարկել կառույցի բոլոր երկրներին, այդ թվում Հայաստանին, հայտարարել է խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչ Այգյուլ Աղաևան։ Նա հավելել է, որ դեռևս տեղեկություն չունեն հայ մարզիկների մասնակցության վերաբերյալ։ Հայկական կողմն առայժմ չի մեկնաբանել այս հրավերը։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 23-ին ժամը 18:30-ից սկսած կսահմանափակվի տրանսպորտային միջոցների մուտքը Երևանի Հանրապետության հրապարակ բոլոր ուղղություններով։ Միաժամանակ ապրիլի 24-ին ժամը առավոտյան 7-ից կարգելվի երթևեկությունը Ծիծեռնակաբերդի խճուղում, Լենինգրադյան փողոց, Ծիծեռնակաբերդի խճուղի խաչմերուկից, Աթենքի փողոցում Իսակովի պողոտա, Աթենքի փողոց խաչմերուկից, երթևեկությունը կարգելվի նաև Վերֆելի փողոցում դեպի Բրազիլիայի հրապարակ ուղղությամբ։ Ապրիլի 24-ին ժամը 7-ից մինչև 10:30-ը պետական արարողակարգային միջոցառումներով պայմանավորված դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը փակ է լինելու։